Բարի լույս, հայ ազգ, իմ շատ սիրելի, հետաքրքիր երազ եմ տեսել այսօր, պատմում իմ երազը, մի հատ հələ լսեք ժողովուրդ, լսեք, երազիս Աբովյան քաղաքում էի, Աբովյանից քայլելով եկա դեպի Առինջմոլ, տեսա Պելեին, մեր Պելե անունով մեզ սիրուն սիմպատիչնի տղա, մարդ տղա, Պելե աղբերը ինձ ասեց, Տիկին Հարությունյան, մեզ Ծառուկյան Գագոն նեղացնում է, այ Ծառուկյան, արի բան եմ ասում, երազ եմ տեսել, արի, պատմեմ լսի, այ տղա, ասեցի, բա ոնց է նեղացնում, ասեց, հա, ինձ ղերգում է Առինջմոլի տաղավարները կայնող մարդկանց, ասում է, հանկարծ չմտրեք ՔՊ-ին, հետ կվերցեմ տաղավարներում, վիզներդ կկտրեմ, սաղ քաղաքը վերցել է ձեռի տակ, մարդիկ պալեն են այդ մարդու ձեռի տակ, Ծառուկյան Գագո կոմասն եմ խոսում, ես ասեցի, բա Պելե ջան, բա ինչ են մարդիկ մտածում, ծիծաղաց, ասեց, ատոշնիկ հոպես ծիծաղաց, Ծառուկյան, հե, սենց, ասեց, Տիկին Հարությունյան, ես Գագոն, չի ջոգում, իզուր չեն ասել էլի, Ծառուկյան Գագոին, դոդի Գագո, ասել են չի ջոգում է ախր, հո մենք դոդ չենք, էդ հանք ընտրենք Ծառուկյան Գագո, միանշանակ կասենք, հա, բայց կընտրենք ՔՊ, ասի դե դու խով, հետո ամպերը նես գորգորացին երազիս զարդնա, ու մտել եմ էֆիր, հիմա պարոն Ծառուկյան, ես որ երազ եմ տենում կիրակի օրը, դրանք իրականություն են, հա, ես հավատացել մարդ եմ, դες տաժե գիրք ունեմ, եկեղեցիների, ամեն եկեղեցու պատմություն աստեղ, Ծառուկյան Գագո, արձանը որ փուլում է, ես քեզ խորհուրդ կտամ նստես տեղդ, փորդ հետ քաշելով, փորդ մի վեկալ, քեզնից առաջ քցի ու վազի, արձանը կառուցի, երկիշներին դուխի տուրնվեր, երջուհիներին մատանի ու բրասլետներ ուղարկի, դու նմանատիպ բաներ արա, յաշիկներ առ, ավտոներ, երջուհիներին, քո ինչ գործնա, ովումը կընտրի, տղա, հը, Ծառուկյան Գագո, ես քեզ չեմ վիրավորում, ես քեզ հարգում եմ, որպես երկրի բարերար, այ դու հա, կարամ ասեմ, դու բարերար ես, մի քանի անգամ էլ ճիշտ է, ես հարցով դիմել եմ, ինձ եք օգնեմ, բայց, զուտ են, որ արձանը կառուցում ես, շատ լավ բան եմ, հիանում եմ դրանով, այ գնա շարունակի արձանդ միջև վերջ կառուցես, ինչ գործ ունես Առինջմոլի ժողովրդից, ովումը կընտրի, դու ով ես, որ ինչ-որ մեկի տաղավարը հետ վերցնես, սկսվեց էլի Ծառուկյան Գագո, իշխում ես քաղաքդ, հեսա 24-ին 26-ին գանք, դու տես իշխելը ոնց է լինում, խելոք պահի քեզ, մարդկանց էլ մի վախացրու, փորդ հետ քաշի տղա, շատ ես չաղացե, Ծառուկյան Գագո, հարգանքներս, բայց մի արա, թե չէ որ կիրակի օրը քնա հաջորդ, շատ վատ երազ կտենամ քո վրով, այդ օրն էլա չէ կարծեմ անձրև, այո, ամպերը գորգռալու են ավելի ուժեղ, մի արամ, Պելեին էլ հանգիստ թող, առանց կոպեկ մի չլի, այդ մարդը հոգնելա, ստենդե էթալ մարդկանց վախացնելու, այդ էլա չէ մարդ, կամ էլ փողը քիչ ես տալի դժգոչի, դրա համար երազիս եկավ, Ծառուկյան Գագո, մի արդենց բաներ, փիս բաներ ես անում, չի կարելի, հիմա կխնդաս չէ, մի արա,
Չի անես նզմաներ, չի անես քաղաքը հանգիստ հող, մի պարալիզացրա, քո վախով ոչ մեկ չի վախենում, ու հայազգն էլ դոդ չի, եղավ, քեզ կասի հա, բայց կգնա կընտրի քպը, որովհետև հոգնելա, քո լուծի տակ ապրելուց, ինչ ես ճնշում, քո մասով ես քանը խելոք մնա, այսօր գնամ Պելեի հետ սրճեմ մի հատ տենամ, էլ ինչեր ես դու դա անում այդ տղա, ջամոտ, բարեր արա, այսօր որ դուխին ես ցանեհել, ումն ես հիմա էլ դուխի նվեր տալու, գնա նվերը տուր, հա իմիջալոց սարոյի դուխին պրծելա, ասում չի օգտագործում, որ դուխին չվերջանա, այդ քո թանգանոց, այդ ես բաներ արա, դա քեզ հարիրա, դա քո ռեպերտուարի մեջ է, Ծառուկյան Գագո, այս ընտրությունները քո համար չի, հավատա, ժողովուրդ, իմ ձեռքի տակ է հայտնվել կառավարության ծրագիր, որտեղ կառավարությունը օգնել է Մակրոն չեմ մերել։ Ձայնդ կադրի Մակրոն, որտեղ կառավարությունը օգնել է Ղարաբաղցիներին, բռնի տեղահանված անձանց, դե բոլոր ղարաբաղցիներին։ Ուրեմն ես իրականում շոկ եմ ապրել, ուզում եմ մի քանիս ընթերցել ու մնացածը տեղադրել տակը, Չեմ մերել։ Չգիտեմ ինքներդ կարդացեք։ Ուրեմն 2023 թվականից բռնի Ղարաբաղցիներին բռնի տեղահանված անձանց որոշումն է, կառավարությունը այսպիսի որոշումներ է կայացրել եւ իրականացրել է։ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին կառավարությունը որոշել է 100,000 դրամ միանվագ աջակցություն։ Իրականացման ժամկետը 2023 թվականի հոկտեմբեր, 2024 թվական նոյեմբեր։ Շահառուների թիվը բազմաթիվ են, պետբյուջեից դուրս է գրվել 11 ներողություն կոտորակ 4 միլիարդ դրամ։ Առաջնային սպառողական ծախսերի համար կառավարությունը որոշել է 50,000 դրամ աջակցություն 2023 թվականի նոյեմբերի 9-ին։ Ուրեմն ծրագիրի իրականացման ժամկետը 2023 թվականից նոյեմբեր, դեկտեմբեր։ Շահառուների թիվը շատ, պետբյուջեից հանվել է 8.5 միլիարդ դրամ, գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումարը շուրջ 1 միլիարդ դրամ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցության եւ այլ ծախսերի հոգալու աջակցության ծրագիր։ Կառավարությունը որոշել է 2023 թվականի դեկտեմբերի 12-ին 40,000 դրամ պլյուս 10,000 դրամ։ 40,000 դրամ վարձակալության համար, ուշադրություն 10,000 դրամ կոմունալ ծախսերի համար։ Ծրագիրի իրականացման ժամկետը 18 ամիս 2023 թվական դեկտեմբեր 2025 թվական մարտ։ Շահառուների թիվը բազմաթիվ։ Պետբյուջեից տրամադրված գումարը 2023-25 թվականների համար շուրջ 85 միլիարդ դրամ։ Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումարը շուրջ 6 միլիարդ դրամ։ Բա ինչ եկել բողոքում։ Հոգնեցի։ Ալեն Սիմոնյանը ծրագիրը որ դրել է գրել է նայ կարդալով չհոգնես։ Բա իրոք հոգնեցի, պարոն Սիմոնյան։ Կարդում եմ հաջորդը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առաջնային ծախսերի, անձանց առաջնային ծախսերի կեցության եւ այլ ծախսերի հոգալու համար
սոցիալական աջակցության ծրագիր։ Ուի 2024 թվականի նոյեմբերի 21-ին որոշում է կայացվել։ Որոշումներն էլ գրված է։ Աջակցության չափը 2025 թվականի ապրիլի ամիսից մինչև հունիս ամիսը ներառյալ 40,000 դրամ։ 25 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ 30,000 դրամ։ Ծրագիրի իրականացման ժամկետը 9 ամիս, 2025 թվականի ապրիլ-դեկտեմբեր շահառուների թիվ չկա, գոյություն չունի, սկզբ կա, վերջ չկա։ Պետբյուջեից տրամադրված գումարը 2025 թվականի համար շուրջ 9.5 միլիարդ դրամ։ Հաջորդ ծրագիրը 2025 թվականին ապրիլի 11-ին կառավարությունը որոշել է 40,000 դրամ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրի, իսկ երկրորդ անդամի համար արդեն հավելյալ 10,000 դրամ։ Ծրագիրի իրականացման ժամկետը 7 ամիս, տոլելի 50,000 դրամներն է։ 2025 թվականի հունիս-դեկտեմբեր շահառուների թիվը 31.07 2025 թվականի դրությամբ դիմում է ներկայացուցիչ 15,100 ընտանիք։ Օ, մամաջան։ Հաջորդը 2024 թվականին կառավարությունը հունվարի 11-ին 57L որոշում հոգնեցի 6 ամիս շարունակ յուրաքանչյուր անձին ուսուցման վարձը 50,000 դրամ 50,000 դրամի չափով տրամադրվել է և տրամադրվել է կրթոշակ 50,000 դրամ։ Ինչպես նաև տրվում է հարկերի փոխհատուցման ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով 3 ամիս ժամկետով։ Էլ մեզնից ինչ եք ուզում։ Ուսենք շարունակ ժողովուրդ։ Ես իրականում շոկ եմ ապրել։ Կառավարությունը որոշել է 2024 թվականին հունիսի 14-ի ներողություն որոշումները կտեղադրեմ։ Յուրաքանչյուր ընտանիքին տրամադրի 3-ից 5 միլիոն դրամ բնակարան կառուցելու համար։ Այդ 3-ից 5 միլիոն դրամ կախված տան կամ բնակարանի ձեռքբերման կամ կառուցման վայրից։ Ծրագիրի իրականացման ժամկետը 2024 թվականից 2029 թվականները։ Ուսենց շարունակ, ուսենց ծրագիրը, հունիսի 1-ից Ղարաբաղից տեղաված ընտանիքի համար գործի բնակարանային ապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր։ Նոր ծրագիր, հունիսի 1-ից, կակրազ իմ ծնունդի օրն է։ Նոր ծրագիր է 2026 թվականի կառավարությունը որոշում, մի րոպե կարդամ էլ էդի։ Պարոն Սիմոնյան, լուչը չտեղադրեիք, խճճվանք։ Մեկ ամսյակա ժամկետով կամ աստիճան սահմանված ունեցող կամ 60 կամ ավելի տարեկան անձանց երկրորդ անդամ ընտանիքի համագումարը մեզի սա քիչ է։ Այդ հազածրագիրն էլ մտեք դուք կարդացեք։ Այո, մենք եթե ձեզ այսպես չօգնեինք, այսօր չէիք ելնի ասի, ինչ է կարևոր։ Ես տակը տեղադրում եմ ու դուք կարդացեք։ Այս ծրագիրը 2026 թվականի հունիսի 1-ին մի հատ նախ ինձ կշնորհավորեք, որ իմ ծնունդն է եւ պարոն վարչապետի, հետո թազա ծրագիրը կկարդաք ձեր։ Դուք թազա ծրագիր ունենք հատուկ ղարաբաղցիների համար։ Հաշվանդամության կամ ինքնությունության խորը կամ ծանր աստիճան սահմանափակում ունեցող կամ 60 եւ ավելի տարեկան անձանց դեպքում ընտանիքի չեմ կարդալու, դուք կարդացեք, իմացեք էսի։ Ես շոկ եմ ապրել իրականում, այս ծրագիրը
ու ես գիտեի, որ մենք շատ բան ենք արել Ղարաբաղցիների համար, բայց որ իս կարգի Հայաստանի Հանրապետությունում այսօր անապահով ընտանիքներ շատ կան։ Մենք այդ անապահով ընտանիքներին թողել ենք ու մենք ձեզ այս ծրագիրը իրականացրել ենք։ Դե դուք պատկերացրեք, համ ուսուցման վարձեր ենք ձեզ տվել, կրթա թոշակով ապահովել ենք, ամեն ինչ արել ենք, տուն, տեղ, գնացել եք 3-ից 5 միլիոն գումար պետքա կառավարությունը գումարա ձեզ տրամադրել, որ տուն սարքեք, դե դաժե մեզ համար նման ծրագիր իրականացված չի եղել երբևիցե։ Հատուկ Ղարաբաղցիներ ձեր համար եմ ասում։ Երբևիցե մի անգամ ոչ մի ընտանիքին 50,000 դրամ, ես ընտանիք գիտեմ, որ 5 հոգի ապրում են այդ ընտանիքում, 250,000 դրամ դուք գումար եք ստանում։ Ու դուք այսօր ապրում եք քաղաքի կենտրոնում վարձով 300,000-անոց բնակարանում։ Ու դուք հələ դժգոհում եք։ Երբևիցե մի անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար այսպիսի ծրագիր չի եղել։ Կառավարությունը նման ծրագիր չի կազմել։ Դեռ հələ մի հատ էլ 2026 թվականին հունիսի 1-ին իմ ծնունդի օրը թազա կառավարությունը թազա ծրագիր է որոշել։ Եվ դա իրականանալու է հունիսի 1-ին։ Պատկերացնում եք դա։ Այդ համ Ղարաբաղ հետ կամ ասում ես եմ բռնի տեղահանված, որ այս ծրագրից իրական ես էլ օգտվեմ։ Ու դուք ասում եք հələ բան չենք արել։ Ֆու ձեզի։ Ես էսի կտեղադրեմ տակը կարդացեք։